Շարունակենք մեր դասախոսությունները։ Այսօրվա դասախոսության թեման պետք է լինի մեծ հայք Հռոմ ռազմաքաղաքական առնչությունները, Տիգրան Մեծի օրոք, գլոբալ տերությունից դեպի տարածաշրջանային տերություն։ Նախորդ դասախոսության մեջ մենք էլի առնչություն ունեցանք Տիգրան Մեծի ժամանակաշրջանի իրողությունների հետ։ Մենք այն ժամանակ այդ իրողությունները քննարկում էինք ասոցիատիվ տիպաբանական մոտեցմամբ, չմտնելով մանրամասների մեջ, բայց տիպաբանելով, հասկանալով դրանք։ Այս անգամ փոխլրացման կարգով մենք պետք է խոսենք նկարագրական, ժամանակագրական դիտանկյունից, ամփոփելով ասվածը շատ կարճ եւ հակիրճ։ Եվ այսպես Տիգրան II Մեծ կառավարել է 95 թվականից մինչև 55 թվականը ըստ ընդունված կարծիքի։ Նախքան այդ եղել էր պատանդի կարգավիճակում Պարթևստանում, ապա զիջելով պարթևներին 70 հովիտները Հայաստանի հարավում, Մեծ հայքի հարավում, վերադարձել էր հայրենիք։ Եվ աղձնիքի մի մեզ համար աննշան, բայց երևի շատ կարևոր մի վայրում կատարվեց նրա թագադրությունը, որտեղ հետագայում հարևանությամբ պետք է նա կառուցեր իր մայրաքաղաքը, Տիգրանակերտը, շուրջ 15 տարի անց։ Դրանից հետո նա սկսեց ընդլայնել իր տերությունը, առաջին ծոպքը, որ սկսած 189 թվականից առանձին թագավորություն էր Զարե հարքայի հաջորդների իշխանությամբ, այժմ միացավ Մեծ հայքին, եւ ոմանք ասում են, որ այստեղ է, որ արդեն 15 աշխարհների, Մեծ հայքի 15 աշխարհների գաղափարը ստացավ իրական կերպարանք։ Այնուհետև նա ընդգրկվեց Կապադովկիայի ճգնաժամի մեջ, ասել ենք 94, 93 մինչև 91 թվականները նա ներգրավվեց այս ճգնաժամի մեջ դաշնակցած Միրդատ եւ Բաթորի հետ, Միրդատ Պոնտացու հետ, սակայն հանդիպելով հռոմեական ուժեղ դիմադրության, նա հրաժարվեց այս ուղղությամբ ծավալվելուց։ Մենք մի անգամ այն ժամանակ ասել ենք նախորդ դասախոսության մեջ, որ սկսած 189 թվականից ամենայն հավանականությամբ Մեծ հայքի հեռավոր Հռոմի միջև հաստատվել են բարեկամական հարաբերություններ։ Այնուհետև 90-ական թվականների վերջից 80-ական թվականների սկզբին արդիհետազոտողները կարծում են, որ Տիգրան ուշադրությունը դարձել Կովկասյան տարածաշրջանի վրա։ Նրանք հենվում են Քարտլիս Ցխովրեբայի տեղեկությունների վրա, թե Տիգրանը ինչպես գրավել է Վիրքը, որի նկատմամբ հավակնություններ ուներ պարթևական արքան եւ ապա նաեւ Աղվանքը։ Այնուհետև 87 թվականից նա շարժվել է Ատրպատական, արդեն մանրամասնացել ենք այդ մասին, եւ տեղի Միրդատ արքան իր գերակայություններ ընդունել։ Այնուհետև ասել ենք 86 թվականին նա հայտնվեց Հյուսեյն միջագետքում, հարուստ, ավանդույթներով եւ միջազգային առևտրով այս տարածաշրջանը, հատկապես իր մծբին կենտրոնով, առևտրաշահ կենտրոնով, ընդունեց Տիգրանի գերակայությունը եւ ի կառավարումն Տիգրան այս տարածաշրջան հանձնեց իր եղբորը Գուրասին։ Այնուհետև մինչև 83 թվականը Տիգրանը իրեն ենթարկեց ասորիքը, եւ եթե էլի հավատանք, տեղեկություններին, այստեղ նա ուժեղ դիմադրության չի արժանացել։ Ավելին, ըստ ընդունված պաշտոնական քարոզչության, նրանք էին հրավիրել Տիգրանին կառավարելու իրենց։ Այնուհետև Նաբաթեյան
նշանավոր առևտրական կենտրոն, այնուհետև Հուդան, այնուհետև Փյունիկիայի քաղաքները ընդունեցին նրա գերակայությունը, այնուհետև հարավային կամ դաշտային Կիլիկիան և Կոմագենը։ Մենք արդեն ասել ենք, որ այստեղ նրանք ունեին ինքնավարության տարբեր աստիճաններ, և նրանք բոլորը ենթարկվում էին գլոբալ օրենքին, արդարությանը և կարգին, որը մարմնավորում էր մեծայքի արքան։ Եվ 17 տարիների ընթացքում 83 թվականից մինչև 66 թվականը մեր սկզբնաղբյուրն ասում է Պոմպեոս Ստրոգոսը նա կառավարեց ամենայն խաղաղությամբ։ Հավելենք այս տեսարանին մի նրբերանգ ևս, որ հայոց արքայի իշխանությունը, կառավարումը ընկալվում էր, ինչպես հելենիստական այլ արքաների, իբրև բարեգործություն, էվերգեսիա, և ինքը համարում էր էվերգետս, բարեգործ, իր ենթականների նկատմամբ։ Մի շեշտել ավելացնենք այս մեր հակիրճ ընդհանրացումին, որ այս ժամանակաշրջանում ձևավորվել էր հայոց արքունիքի գաղափարաբանությունը և քարոզչությունը, որի տարրերը մենք ասում ենք, որ պահպանվել են Պոմպեոս Ստրոգոս հռոմեական պատմագրի ֆիլիպական պատմություն, Historia Philippae, աշխատության մեջ։ Բայց ուսումնասիրողները մի հանգամանքի վրա են ուշադրություն դարձրել, որ ինքը Պոմպեոս Ստրոգոսը ամենայն հավանականությամբ ծանոթ է եղել մեկ այլ աշխատանքի հետ։ Այդ աշխատանքը կապում են այն դեսպանորդի հետ, որի կերպարով մենք վերջացրինք մեր նախորդ դասախոսությունը, Մետրադորոս Սկեպսացի, որը իբրև Տիգրանի բարեկամ նրան խորհուրդ էր տվել չմասնակցել այդ պատերազմին։ Մեր տեղեկությունների համաձայն նա գրել է մի աշխատանք «Տա բերի Տիգրանեն», այնինչ վերաբերում է Տիգրանին, իսկ ավելի ճշգրիտ իմաստային թարգմանությամբ գործք Տիգրանա պետք է լիներ։ Նա աշխատել էր Տիգրանի գործողությունները, նրա տերության դերակատարությունը բացահայտել համաշխարհային պատմության հետնախորքի վրա։ Աշխատանքը գրված է Հռոմի ատյացության վրա, և դրա համարը չի հասել մեզ։ Հետազոտողները կարծում են, որ Պոմպեոս Ստրոգոսը ծանոթ է եղել այս աշխատանքի հետ։ Ավելին, Ստրաբոնը ծանոթ է եղել այս աշխատանքի հետ, երբ իր գեոգրաֆիա, աշխարհագրություն աշխատանքից առաջ գրել էր պատմական մի գործ, շարունակելով Պոլիբիոսի պատմությունը, բայց թողնենք այստեղ։ Վերադառնանք, պատմական կոնկրետ իրադարձություններին։ Մենք ասել ենք, որ այս իդիլիկ պատկերը, որ մենք ուրվագծել ենք Տիգրանի կայսրության կապակցությամբ, խաթարվեց, և խաթարումի հիմնական դրդապատճառը խթանը գալիս էր արտաքո աշխարհից։ Բան այն, որ Մեղրդադ Պոնտացին 80-ական թվականներից, 89-88 թվականից մինչև 71 թվականի 3 անգամ պատերազմել էր Հռոմի դեմ։ Վերջին պատերազմը մենք ասել ենք 74, 73 մինչև 71 թվականներ։ Այս պատերազմի իրողությունները որոշակի ազդեցություն գործեցին մեծ հայքի հետագա պատմական ճակատագրի վրա։ Հռոմեացիները ի պատասխան Մեղրդադի հարձակումներին, կոտորումներին, իր ազատագրական պայքարի ոգորումներին ուղարկեցին արևելք բանակ, 5 լեգիոնից բաղկացած,
Այդ բանակը ղեկավարում էր Լուցիուս Լիցինիուս Լուկուլոսը։ Ուներ մոտարապես 30,000 հետևակ, 2,500 հեծելազոր, սա հռոմեական, պլյուս աուգզիլի դաշնակցային ուժերը, և բանակը պետք է լիներ մոտարպես 45-50,000 բանակ։ Գումարած դրան ինժեներական զորամասերը, գումարած դրան լոգիստիկ, գումարած դրան արհեստանոցներ, արհեստավորներ, որոնք զենքերն էին վերարտադրում, եւ այլն, եւ այլն։ Ընդհանուրը պետք է լիներ 55-60,000 մի զանգված։ Եվ սա սկսեց պատերազմ։ Բայց ամեն անգամ հռոմեական պատերազմները որակելիս մենք ուշադրություն ենք դարձնում մի բանի վրա, թե սրա զորավարը ինչ լիազորություններով էր գալիս արևելք։ Ցոք մեր սկզբնաղբյուրները դրան չեն անդրադառնում, բայց հետագա դեպքերի քննությունից մենք կարողանում ենք գաղափար կազմել Լուկուլոսի իմպերիումի վերաբերյալ։ Հռոմեացիներն ունեին պատերազմավորող զորավարի իմպերիումի երկու ծայրահեղ վիճակներ։ Մի վիճակը իմպերիում մինոր, փոքր իմպերիում, կամ իմպերիում ad hoc, իմպերիում առ ինչ-որ կոնկրետ խնդիր։ Եվ մյուսը իմպերիում մայոր, как extraordinarum։ Առաջինի դեպքում զորավարի դիմաց դրվում էր խնդիր կատարելու այս գործողությունները ըստ հռոմեական իրավունքի, արդարության և կարգի։ Երկրորդի դեպքում զորավարին տալիս են իրավունքներ ինքնուրույն, ի տեղի որոշելու խնդիրներ, նոր պատերազմներ սկսելու, նոր բարեկամություն հաստատելու, պայմանագրեր կնքելու, էլի հռոմեական օրենքի շրջանակներում։ Բանն այն է, որ երկու դեպքում էլ զորավարը հետագայում պետք է գար Հռոմ և հռոմեական աշխարհաժողովին և սենատին, ցերակույտին հաշվետվություն տար դրանց բոլորի վերաբերյալ։ Եվ խնդիրները քննվում էին արտակարգ սկզբունքային ձևով հռոմեական միջավայրում։ Հիմա երբ որ մենք նայում ենք, մի քիչ հետո էլ կտեսնենք Լուկուլոսի ռազմական գործողություններին, տեսնում ենք, որ նրա իմպերիում ad hoc էր, ի տեղի էր։ Միրդատ Պոնտացուդեմ պատերազմելու համար։ Հետագայում, երբ որ նա փորձում էր եւ արեց Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու, ժողովրդական տրիբունները Հռոմում հարց բարձրացրին, արդյոք նա իրավունք ուներ դա անելու։ Արդյոք նա իր սեփական շահագրգռվածություններից, փառքի եւ հարստության հետևից չէ որ գնում է։ Եվ հետագայում Կիկերոնը երկու ճառ ունի. Pro imperio Pompei նկարագրում է մի զորավարի կերպար, որ երկրից երկիր է գնում սեփական փառքի եւ հարստության հետևից, հարկավ նկատի ուներ հենց Լուկուլոսից, որից իշխանությունը պետք է փոխանցվեր Պոմպեոսին։ Ուրեմն մենք գիտենք, որ այս զորավարի իրավունքները դարձում էր միայն Միրդատ Պոնտացուդեմ պատերազմի։ Այսպես չմտնենք պատերազմի մանրամասնությունների մեջ, 2-3 կարևոր ճակատամարտերում դա հաղթանակ տարավ, հատկապես Կիզիկոս եւ Կաբիրիա քաղաքների մոտ, եւ Միրդատ Պոնտացին չկարողացավ հռոմեական բանակի դեմ որևէ ակտիվ գործողություններ ծավալել։ Պրոֆեսիոնալ հռոմեական բանակը լեգիոնը այդ ժամանակի աշխարհի լավագույն զորական միավորն էր։ Մենք արդեն խոսել ենք սրա մասին Գայուս Մարիուսի ռեֆորմների կապակցությամբ։ Զինվորներն անցնում էին հատուկ մարզանք, գլադիատորի մարզանք էին անցնում։ Եվ նրանց դեմ արևելյան բանակները կռվելու պատրաստություն չունեին։ Եվ սա հաղթանակեց։
Միրդատ Պոնտացուն, եւ Միրդատ Պոնտացին փախավ։ Թե ինչու նա չփախավ իր տերության հյուսիսային շրջանները, որոնք գտնվում էին Սևծովի հյուսիսային շրջաններում, հա? Բոսփորի թագավորություն, այլ փախավ Հայաստան, երևի նպատակն այն է, որ այնուամենայնիվ մեծ հայքը ելի ներգրավվել հակառոմեական պայքարի մեջ։ Նա եկավ մեծ հայք, նրան ընդունեցին հյուրընկալի հայրավունքով, բայց պաշտոնական ընդունելության նա չարժանացավ։ Հայկական արքունիքից տարածում էին լուրեր, թե նա ապրում է Արտաշատից ոչ հեռու, հա, կեղտոտ, ամարտաբնակ, ճահճուտ վայրերում, եւ Տիգրանն էլ նրա հետ չի հանդիպել ոչ մի անգամ։ Այսինքն նրա ներկայությունը իջիկ էր դրվում։ Նա իբրև մասնավոր անձ, հա, թագուհի, տիկնանց տիկնոջ, հայր իբրև։ Եվ թվում էր, թե այս խնդրի այս դրվածքը մի անգամ այն համապատասխանում է միջազգային իրավունքին։ Հայաստանը հակառոմեական կեցվածք եւ գործողություններ չի ծավալել։ Եվ Տիգրանը համոզված է, որ իր դեմ որևէ գործողություններ Հռոմը չի ծավալի։ Մանավանդ որ նա իր կողմնակիցների միջոցով գիտեր իրադրությունը Հռոմում, ինչպես ժողովրդական տրիբուններն էին ասում, ինչպես մենք քիչ առաջ ասեցինք, Կիկերոններ շեշտում, նա չուներ առաջադրանք եւ լիազորություններ այլ պատերազմներ վարելու։ Այսպիսին էր դրությունը Քրիստոսից առաջ 70 թվականին։ Հակառակորդը ընդհուպ մոտեցել էր մեծ հայքի սահմաններին։ Ինչ կլինի ապագայում։ Այստեղից սկսվում է մի նոր շրջափուլ հարաբերությունների, որի վրա մենք պետք է կանգ առնենք ամենայն մանրամասնությամբ։ Ուրեմն այսպես հակառակորդը, ինչպես ասացինք, մոտեցավ մեծ հայքի սահմաններին։ 70 թվականին Քրիստոսից առաջ Լուկուլուսը մի պատվիրակություն ուղարկեց Տիգրան մեծի մոտ։ Պատվիրակության ղեկավարն էր Ապիուս Կլավդիուս Պուլքերը, նշանավոր արիստոկրատ, հա, որին տվել էր մի նամակ հանձնելու Տիգրան մեծին։ Սա եկավ Անտիոք մայրաքաղաք եւ երկար սպասում էր Տիգրանին։ Տիգրանը ժամանակ գտնվում էր տերության ծայր հարավում Պտրոմայոսի շրջանում Եգիպտոսի սահմանների մոտ, հա, եւ շրջափակել էր վերջին սելևկյաններին։ Եվ Տիգրանը եկավ, սա արդեն ժամանակ էր ունեցել այնտեղի արիստոկրատիայի ներկայացուցիչների հետ հանդիպելու, շփվելու, խոսելու եւ Կորդուքի արքային Զաբիանոսին կարողացել էր իր կողմը գրավել, հա, որը հետագայում բացվեց եւ Տիգրանը Զաբիանոսին գլխատեց։ Հիմա եկել էր եւ բանակցություններ էր վարում Տիգրանի հետ։ Եվ նրա տեղեկությունների համաձայն էլ հետագայում հեղինակները, մասնավորապես Պլուտարքոսը, Պիանոսը, Դիոն Կասիուսը պատմում են հայոց արքունիքի վերաբերյալ։ Ինչ են պատմում արտակարգ շքեղ, արտակարգ ստրկամիտ, արտակարգ շողոքորթ միջավայրեր, այստեղ չկար ազատ խոսք, ասում էին նա, առաջին անգամ ազատ խոսքը հնչեց Ապիուս Կլավդիուսի բերանից, որը եկավ եւ ասեց, որ պետք է Միրդատին վերադարձնես, Տիգրան ասաց, որ ոչ, եւ ինքն էլ անմիջապես դրանից հետո Տիգրանին պատերազմ հայտարարեց եւ հեռացավ։ Այսպես են ներկայացնում անտիկ այս հեղինակները։ Բայց դրանից հետո տարօրինակ բան է կատարվում։
Տիգրանը թողնում է Անտիոք մայրաքաղաքը եւ գնում էլի նորից իր տերության հարավը, զբաղվում է շրջապատումով վերջին սելևկյանների։ Մենք որևէ կարծիք, որևէ առիթ չունենք Տիգրանին մտավոր թուլության, հակա դեմենցիայի մեջ մեղադրելու, թե իրեն պատերազմ են հռչակել, իսկ ինքը գնացել է իր տերության հարավը։ Ամենայն հավանականությամբ ոչ մի պատերազմ էլ չի հայտարարվել Տիգրանին։ Քննարկումների ժամանակ Տիգրանն ասել է, որ չի տա, բայց միևնույն ժամանակ էլ ասել է, տեսեք, նա օֆիցիալ պաշտոնական ընդունելության չի արժանացել, ապրում է անորոշ ճահճոտ վայրերում եւ ես էլ նրա հետ չեմ հանդիպել։ Եվ երկրորդ, հավաստումները տվել, որ նրա կողմից, Միրդատի կողմից որևէ վտանգ հռոմեացիներին չի սպառնա։ Եվ ապյոս Կլավդիուսն էլ ցույց է տվել, թե հավատում է այդ խոսքերին, հեռացել է։ Այլապես մենք իրավիճակը չենք կարող նորմալ տրամաբանության կանոններով բացատրել։ Այնինչ արևմտյան ուսումնասիրողները մինչև հիմա էլ դա կրկնում են։ Այսպես Տիգրանը գնաց իր տերության հարավը, Պտղոմայիս քաղաքի մոտ, իսկ սա վերադարձավ Լուկուլոսի մոտ։ Այնուհետև Տիգրանը հանկարծ իմանում է 69 թվական, որ հակառակորդը առանց պատերազմ հայտարարելու անցել է հայոց մեծ հայքի սահմանները, մտել է Ծոպք եւ շարժում է առաջ։ Հրամայում է իր զորահրամանատարներից մեկին Միտրոբուրձանեսին Մերուժան, որն ամենայն հավանականությամբ Ծոպքի Զարեհյաններից էր։ Անվեհեր մի զորահրամանատար 2000 հեծելազորով գնալ թշնամու ընթառաջ եւ թշնամին 45-50 հազարոնոց բանակով մտնում էր մեր սահմանները, 2000-ը գնում էր նրա դեմ ինչ պատերազմելու, ճակատամարտելու, ինչպես ներկայացնում են հռոմեական սկզբնաղբյուրները, ոչ, ամենայն հավանականությամբ գնացել էր հարցնելու, թե ինչ առիթով եւ պատճառով, ինչ իրավունքով են մտնում մեծ հայքի սահմանները։ Մենք չենք խախտել բարեկամության կանոնը եւ նրան ներքաշել են ընթարման մեջ 50,000, եթե կանգնի 2000-ի դեմ ինչ կլինի, ջարդել են եւ Մերուժան զորահրամանատարն էր իր զինվորների հետ, մահացել է, ընկել է մարտի դաշտում։ Եվ Տիգրանը հանկարծ լուրեր ստանում, թե հակառակորդը շրջվում է դեպի Աղձնիկ, որտեղ նա կառուցում էր 80-ական թվականների վերջից Տիգրանակերտ մայրաքաղաքը, իր մայրաքաղաքը, կայսրության մայրաքաղաքը, որի մասին մենք արդեն ասել ենք, որ ուներ թաղամասեր, որտեղ բնակվում էին հայերը, ասորիները, հույները, հրեաները, շքեղ փողոցներ, այգիներ, թատրոն, ուներ բարձր պարիսպներ, եւ պարիսպներն այնքան լայն էին, որ նրանց մեջ ախոռներ կային։ Եվ այս քաղաքը գրավել հնարավոր չէր։ Տիգրանն իմանում է, որ հակառակորդը մտել է եւ կանգնել Տիգրանակերտի մատույցներում եւ փորձել է անգամ կատարել, որ գրավի դա, բայց չի հաջողվել։ Եվ Տիգրանը իմանալով սա, վերցնելով իր հետ 6000-անոց իր զորամիավորը, իսկ նա դրա իր թիկնազորն էր, դրանիկ կունդն էր, 6000-ով բաղկացած, եւ հրամայում է իր ենթակա արաբներին, ասորիներին, հյուսային միջագետքի բնակիչներին, հայերին, գալիս է եւ համախմբում է մի բանակ։ Այս բանակը ամենաշատը պետք է լիներ 75-80 հազար։ Ուրեմն հռոմեական 45-50 հազարանոց բայց պրոֆեսիոնալ բանակի դեմ կանգնել էր աշխարհազորային հայոց բանակը։ Հռոմեացիները մտածում էին, որ իրենց այս ձեռնարկը պատերազմ է, եւ ոչ ճակատամարտ։
որ հաջորդ տարին էլ կշարունակեն։ Իսկ Տիգրան ունենալով աշխարհազորային ուժեր, մտածում էր, որ սա ճակատամարտ է, եւ դրա հետևանքով պետք է ջարդի հակառակորդներին եւ մեծ հայքի սահմաններից դուրս քշի։ Մահ կամ ազատություն։ Հենց այս ցաներ ժամանակներում Տիգրանը իր մոտ կանչեց Միրդատին, առաջին անգամ նրանք հանդիպեցին եւ արդեն թաքցնել չէր կարելի, որտեղ հռոմեացիները բոլոր սահմանները արդեն անցել էին։ Հեղինակներն ասում են, որ նա առաջարկում էր Տիգրանին պատերազմի անցնել, կտրել հակառակորդի լոգիստիկան, մատակարարումը, նրա մանևրելու հնարավորությունները, եւ այսպես մաշեցնել նրա ուժերը, բայց Տիգրանը մտածում էր իր հեղինակության, խարիզմայի, երկրի մասին, Մի գիշեր նա մտավ, ճեղքեց շղթան հակառակորդի, մտավ Տիգրանակերտ, այնտեղից հանեց իր ընտանիքը, կանանոց եւ գանձերը, բայց ոչինչ անել ավելին չէր կարող։ Եվ հոկտեմբեր ամսի սկզբին 69 թվականի ոմանք ասում են հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ ճակատամարտ։ Բնականաբար աշխարհազորային բանակը չէր կարող կռվել աշխարհի լավագույն բանակի լեգիոնի դեմ եւ պարտություն կրեց։ Մենք չենք մտնի դրա մանրամասների մեջ։ Կատարվեց ինչ կտրվեց։ Սա ուժեղ հարված էր Տիգրանի հեղինակությանը եւ խարիզմայի։ Դրանից հետո հակառակորդը ուժեղացրեց իր ճնշումը Տիգրանակերտի նկատմամբ։ Մանկայոս զորավարը կազմակերպում էր նրա պաշտպանությունը։ Մենք տեղեկություն ունենք, որ երբ հռոմեական պաշարողական մեքենաները, որոնք փայտից էին, մոտեցել էին պարիսպներին, նրանց վրա լցնում էին մի նյութ, նավթա, որը բերվել է հյուսիսային միջագետքից, դա նավթն է։ Եվ այրում էին, բայց զգալով, որ երկ չկա հայոց բանակը պարտություն է կրել, թե ինչ-որ կվերջանա, սրանք հանձնվեցին։ Հակառակորդը մտավ Տիգրանակերտ, որը դեռևս մինչև վերջ կառուցված չէր, ավերեց, կողոպտեց, եւ հռոմեական զորավարը կանգնեց այս ժողովուրդների առաջ, իբրև ազատագրար, նրանց սկսեց փող տալ եւ ասել վերադարձեք ձեր հայրենիքները, ես եկել եմ ձեզ ազատելու։ Ինչպես ժամանակին, ասենք, նայում էին հռոմեացիները հայոց բանակին, Տիգրանի բանակին իբրև multituda servorum, ստրուկների ամբողջ տեքստերի մեջ, ասա քարոզչական տեքստեր են այդպես է ֆիքսված։ Հիմա շարունակելով այս գիծը, նա ներկայանում էր իբրև ազատարար, բայց մոտենում էր նոյեմբերը, մոտենում էին ձյուները, եւ հռոմեական բանակը գնաց Կորդուկ, որի ավականին իր թագավորի գլխատումից հետո չերթակցնում իր հակակրանքը Տիգրան մեծի նկատմամբ, ընդունեց նրան, մեծ սիրով կերակրեց եւ պահեց ամբողջ ձմեռ։ Նրանք վայելում էին իրենց հանգիստը եւ կողոպուտը, իսկ հայոց արքունիքում շատ ակտիվ որոշումներ էին կայացնում։ Խնդիր դրվեց, որ պետք է ընտրել պատերազմական տակտիկան։ Ոմանք ասում են դա Միրդատ Պոնտացու ծրագիրն էր, ոչ պատերազմ, ապագա ավելի շատ իր բովանդակությամբ նման էր պարթևական պատերազմի։ Մի առանձնահատկություն կար հայոց բանակի, որ հայոց բանակում կար ծանրազեն հեծելազոր, ինչպես պարթևական բանակում, եւ ձին եւ հեծյալը զրահի տակ էին, կատաֆրակտայ, այդպես են հունական աղբյուրներում նրանց կոչում։ Մյուս մասն էլ աղեղնավոր էին, ձիավոր աղեղնավորներ։ Պարթևներն ունեին 40,000, հայերն ունեին 16,000, պլյուս այն 6,000 դրանիկ գունդը, որի մասին խոսում ենք։ Խնդիր դրվեց, որ պետք է 68 թվականից
պատերազմ տալ Լուկուլուսին։ Իսկ Լուկուլուսը մտածում էր, որ գարունը բացվեց, անմիջապես դուրս են գալիս, արդեն ջարդել են հայերին եւ շարժվելու են դեպի Արտաշատ։ Մանավանդ որ նրան լուրեր էին հասնում, որ տերության տարբեր հատվածներում Տիգրանի դեմ արդեն խլրտումներ են սկսել, բայց նա կարծում է, որ Արտաշատը պետք է գրավել նաև, որպեսզի վստահ լիներ հաղթանակին։